Ողջույն բոլորին, Ռադար Արմենիայի եթերում Ռադար Սոցիում հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրն է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Զրույցի ընթացքում կանադառնանք զբոսաշրջության ոլորտում գրանցած աճին, առկա խնդիրներին։ Պարոն Ապրեսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին տարիներին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը աննախադեպ աճ է գրանցել, ինչն է պատճառը, ձեր կարծիքով։ Աշխատելը։ Հայաստանում ինչն է ամենաշատը գրավում։ Հայաստանի ժողովուրդը իր լեգենդար հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ ու առաջին հերթին կարծիքով դա եւ մթնոլորտը Հայաստանում եւ այն փաստը, որ զբոսաշրջիկը Հայաստանում իրեն ընդունված է զգում, իրեն պարզապես զբոսաշրջիկ կամ հյուր չի զգում եւ կարծես տանը լինի, ապրում է հենց հայի կյանքով, կարողանում է շփվել տեղի մշակույթի հետ, ժառանգության հետ, ավանդույթի հետ, կյանքի փորձ կիսել տեղի բնակչության հետ եւ դա է այսօր շատ կարեւոր։ Իհարկե ես չնշեցի, ես ամենակարևորից խոսեցի, բայց Հայաստանի գեղեցիկ բնությունը, շատ հարուստ պատմամշակութային ժառանգությունը, շատ բազմազան զբոսաշրջային արդյունքը, մեր հրաշալի բազմազան խոհանոցը, շատ գեղեցիկ մշակութային միջոցառումներ, փառատոներ, որտեղ էլ հենց ինքը իրեն հնարավորություն է ստանում զբոսաշրջիկը այդ միջոցառումներին մասնակցելով նաև ուղղակիորեն շփվել եւ վայելել մեր առօրյան, մեր կյանքը, մեր մշակութային ժառանգությունը։ Որոնք են Հայաստանի ամենահայտնի տուրիստական ուղղությունները։ Հայաստանի բոլոր անկյուններն էլ շատ գրավիչ են, իրենց առանձնահատկություններով նաև պայմանավորված, իրենց տարբերություններով շատ դժվար կլինի եւ չեմ էլ ուզենա առանձնացնել որևէ վայր, կախված այցելության նպատակից, այն ծրագրերից, որով որ գալիս են, բոլոր վայրերն էլ հետաքրքիր են եւ որպես կանոն զբոսաշրջիկները Հայաստանից հեռանում են իրենց սպասելիքները գերազանցած։ Խոսենք նաև խնդիրներից, տուրիզմի ոլորտում ինչ առկա խնդիրներ ունենք։ Գլխավոր խնդիրը չնայած նրան, որ ավելի շատ ենք խոսում զբոսաշրջությունից, կարծես թե ավելի շատ լայն շրջանակներ են արդեն դրա նշանակությունից խոսում, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ դեռևս զբոսաշրջությունը Հայաստանում թերագնահատված է։ Կամ ավելի մեղմ ասած, ըստ արժանվույն գնահատված չէ։ Թեև միակ ոլորտն է, որ օրենքով հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ, ավելի շատ այդպես հայտարարված եւ օրենքով գրված մակարդակի է, քան մենք հետևողական դա իրականացնում ենք եւ բյուջեից հատկացումների առումով եւ տարբեր նաեւ օրենսդրական նախաձեռնությունների չնայած որպես սա չնայենք որպես դժգոհություն, այլ կարող ենք ավելին անել եւ ավելի շատ տեղ տալ եւ նշանակություն տալ, այսինքն ոչ թե տալ, այլ գնահատել եւ գիտակցել զբոսաշրջության դերն ու նշանակությունը։ Գիտակցել, որ զբոսաշրջությունը սնում է տնտեսության մնացած բոլոր ճյուղերը եւ սնվում դրանցից։ Եվ իրականում, եթե մենք դա գիտակցենք, ապա շատ ավելի հեշտ կընդունվեն որոշումները զբոսաշրջության ոլորտում եւ նույնիսկ այն դեպքերը, որ ընդունվում են կարծես թե լավ որոշումներ տնտեսության մյուս ոլորտներով պայմանավորված, ապա կանենք այնպես, որ որևէ ձևով դա չլինի ի վնաս զբոսաշրջության։ Օրինակ մի շատ լավ մի, ասած ասած, ունենք հրաշալի նախաձեռնություն ընդհանուր առողջության ապահովագրության վերաբերում խոսքս, դա շատ լավ բան է եւ կարծես արդեն սկսում են դրանից օգտվել, հատկապես 65+ տարիքի անձինք, մինչև 18 տարեկան եւ նաեւ մնացածները, ովքեր որ արդեն կամաց դառնում են
այդ ծրագրի շահառու, բայց ինչու դա անել նաև ի հաշիվ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության։ Ինչ է առաջարկում այդ։ Առաջարկում ենք, որ դրանք լինեն առանձին ֆինանսավորմամբ եւ հանգիստ թողնենք զբոսաշրջության ոլորտը։ Սոցիալական փաթեթը նույնպես շատ կարևոր ծրագիր է կառավարության, դա նույնպես ուղղված է պետական ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովմանը, այդ թվում նաև առողջապահության կոմպոնենտ ունի շատ կարևոր, ունի նաև հիպոթեկային վարկերի սպասարկման, ունի երեխաների կրթության, այսպես ֆինանսավորման նաև կոմպոնենտ եւ ունի հանգստի ապահովման ծառայություն։ Եվ գլխավորապես մարդիկ ընտրում են այդ ուղղությունը եւ դա էապես նպաստել է ներքին զբոսաշրջության զարգացմանը, առ այսօր նպաստում է, բայց եթե ցանկացած նման ծրագիր ասում եք եկեք տանենք սոցփաթեթով ֆինանսավորենք, մենք դրանով սոցփաթեթին վնասում ենք։ Մի այլ կարևոր ծրագրի վնասում ենք։ Առաջարկս, եթե հնարավոր է, քննարկել այլ ընտրանքային ֆինանսավորում դրա համար եւ դրանից չտուժի սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունը։ Այսինքն կարող ենք ասել, որ պետական ներդրումները բավարար չեն զարգացման համար туриզմի։ Ես հանուն արդարության պետք է ասեմ, որ զգալիորեն ավելացվել են, այսինքն ծրագիրը պետական, բյուջեից տրամադրվող ֆինանսավորումը ժամանակին ընդամենը 200 միլիոն դրամ էր զբոսաշրջության աջակցության ծառայություններ ծրագրի իրականացման համար 2022 թե 23 թվականից արդեն կարծես 22 թվականից դա դարձավ 1 միլիարդ դրամ, ինչը հրաշալի է։ Իհարկե։ Հետո դարձավ 1.5 միլիարդ, հետո դրանից հետո չգիտես ինչու կրճատվեց 800 միլիոն, որը արդեն լավ չի։ Շատ լավ կլինի, որ մենք այստեղ փող չխնայենք, մանավանդ եթե հարևանների հետ ենք համատում, բազմապատիկ ավելի մեծ բյուջե ունեն, եւ մի բան պետք է հաշվի առնենք, որ նորից, եթե մենք իրականում ըստ արժանվույն գնահատենք զբոսաշրջության դերն ու նշանակությունը, ապա այստեղ փող չենք խնայի եւ գիտակցելով, որ դա պարզապես ծախս չէ, այլ ներդրում ոչ միայն զբոսաշրջության, այլ ընդհանրապես ամբողջ տնտեսության մեջ։ Մենք որքան էլ դնենք, բազմապատիկ օգուտ կստանանք եւ ընդհանուր տնտեսության եւ համախառն եկամտի, համախառն ներքին արդյունքի վրա դրական ազդեցության պետական եւ նաեւ պետական բյուջեի եկամուտների։ Պարզ հաշվարկ, եթե անցած տարվա տվյալներով ունեցել ենք ավելի քան 22 միլիոն, 2 միլիոն 263 հազար մոտավորապես ներգնաց զբոսաշրջային այցելություն, այդ նշանակում է, որ ըստ էության զբոսաշրջության շնորհիվ, զբոսաշրջությունից ստացված երկրում մեր համախառն եկամուտը ավելի քան 2.5 միլիարդ է։ Դրա մի 2%-ը եթե վերադարձնենք զբոսաշրջությանը, մենք բազմապատիկ էֆեկտ կստանանք։ Որոնք են հիմնական տնտեսական խոչընդոտները։ 2.5 միլիարդ դոլարով։ Այո, հասկացանք։ Իսկ տնտեսական խոչընդոտները, գները, տուրիստական ծառայությունների բարձր արժեքները, գուցե հյուրանոցի գները, որոնց Ես միշտ գների հետ կապված, երբ որ եղել է նման կարծիք, ես միշտ հակառակն եմ պնդել եւ միշտ ասել եմ, որ նախ գների թանկ էժան, ես նման որակումներին համաձայն չեմ եւ պետք է խոսենք գների, այսինքն մրցունակ գներից խոսենք, ոչ թե թանկ կամ էժան, բարձր կամ ցածր։ Եվ գնային մրցունակության առումով մինչև վերջին մի քանի տարի առաջ ես միշտ առարկում էի եւ ասում էի եկեք համեմատվենք եւ համեմատելի մեծություններ համեմատելով համեմատվենք մեր մրցակիցների հետ, հարևանների հետ եւ միշտ ասում էի, որ մենք գնային առումով նույնպես շատ մրցունակ ենք։ Իսկ ծառայությունների որակով մենք գերազանցում ենք։ Բայց արդեն հիմա
սկսում եմ համաձայնել, որովհետև իրոք զգալիորեն բարձրացել են գները մեզ մոտ ծառայությունների եւ ինչ որ չափով անհարկի են բարձրացել։ Եվ այստեղ մենք արդեն ունենք խնդիր մտածելու բոլոր, այսպես եւ նաեւ մենք ունեցանք շուկայի կողմից էլ ահազանգ, որտեղ նախորդ տարի մենք նույնիսկ նվազում մի փոքր ունեցանք եւ աճի տեմպի նվազում։ Դրանով շուկան մեզ ասեց ոլորտի պետական եւ մասնավոր հատվածի շահագրգիռ կողմեր նստեք միասին քննարկեք, տեսեք ինչ լուծումներ եք գտնում, որովհետեւ եթե ուշադրություն չդարձնեք այս ահազանգից, դա շուկան էր մեզ ասում։ Հետագայում կարող եք խնդիրներ ունենալ դիրքերի զիջման առումով շուկայում, մրցունակության անկման առումով, զբոսաշրջային այցելությունների նվազման կարող էր բերել եւ այլն։ Իսկ ինչով էր պայմանավորված գնաճը։ Կարծես թե գնաճը այսպես եղավ, կորոնավիրուսից հետո ընդհանրապես ամբողջ աշխարհում որոշակի գնաճ արձանագրվեց եւ ոչ միայն զբոսաշրջության ոլորտում։ Մոտ մի 10% պես գնաճ եղավ բոլոր ոլորտներում։ Դրան իհարկե մեզ մոտ գումարվեց նաեւ դոլար, դրամ եւ ընդհանրապես դրամի արժեվորում բոլոր տեսակի արտարժույթների նկատմամբ զգալի մոտ մի 30%-ով։ Իսկ արդեն մենք արտարժույթով, տեսեք մի 10% գների աճեր, գումարվեց մի 25-ից 30% արժեվորումը դրամի, այսինքն արտարժույթով զգալի ավելացան, բարձրացան գները։ Զբոսաշրջության ոլորտում եւ մի քանի առանձին ծառայությունների առումով ավելի շատ էր գները բարձրացել։ Նկատացել կլինենք համենայն դեպս ավելի շատ հանրային սննդի ծառայություններ, նաեւ տրանսպորտային ծառայություններ, սրանք պայմանավորված նաեւ վառելիքի գնով եւ նաեւ տեխնիկական սպասարկման եւ այլն։ Նաեւ որոշակի տեղեր հարկման առանձնահատկություններով պայմանավորված, եթե հիշում եք, նաև շրջարկի դրույքաչափերում փոփոխություններ եղան։ Եվ այսօր մենք ունենք ըստ էության զգալիորեն բարձրացած գներ։ Բայց դե իհարկե հաշվի առնելով մեր շատ բազմազան, մրցունակ, շատ հետաքրքիր զբոսաշրջային արդյունքները, մասնավոր հատվածի ստեղծագործ կարողությունները, պետական մասնավոր համագործակցությունը, նաև իհարկե լավ պետական ծրագրեր, ակտիվ մարքեթինգային քաղաքականություն, պետական մասնավոր համագործակցությամբ բավականին ակտիվ մարքեթինգային միջոցառումներ, շատ հետաքրքիր փառատոներ, մշակութային միջոցառումներ, այս բոլորը ըստ էության գալիս ինչ որ չափով կոմպենսացնում են։ Բայց իհարկե մենք պետք է նպաստել, որպեսզի գների իջեցում տեղի ունենա։ Իհարկե, եթե մենք այստեղ նայեք գների իջեցումը, պետությունը չի կարող, չունի նման լիազորություն ուղղակիորեն ազդել մասնավոր հատվածի գնային քաղաքականության վրա։ Պետությունը դա կարող է անել հայ գների կարգավորմանը նպաստել բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելու միջոցով, այնպես որ ներդրումներ լինեն, բիզնեսի համար բարենպաստ միջավայր լինի, առաջարկը ավելանա եւ շուկայում առաջարկ պահանջարկ այս հարաբերակցության մեջ գները գնա ավելի, այսպես կարգավորման, ավելի մրցունակ գների ձևավորման իհարկե։ Եվ ոչ միայն, մենք այստեղ նույնպես առաջարկ ունենք եւ նորից, եթե մենք գիտակցենք զբոսաշրջության դերն ու նշանակությունը ընդհանուր տնտեսության մեջ եւ նաեւ մի շատ կարեւոր բան, որ մեզ խիստ անհրաժեշտ է, այսօր ունենք լավ հնարավորություն ապաշրջափակման, բայց կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ մեզ պետք է այդ ապաշրջափակումը, բայց կառավարելի ապաշրջափակում։ Այնպես որ մենք եւ իրավական եւ տնտեսական գործիքակազմով կարողանանք կառավարել այնպես այդ շրջափակումը, որ մեզ համար լինի նպաստավոր։ Ինչքանով է դա հնարավոր։
Հնարավոր է, իհարկե հնարավոր է եւ մենք ունենք առաջարկություն օրենսդրական եւ դա քննարկել ենք էկոնոմիկայի նախարարության հետ եւ զբոսաշրջության կոմիտեի հետ եւ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ եւ պետական այլ գործընկերների հետ ունենք հավանությունը բոլորի դա ներկայացվել է նաեւ այդ օրենքի նախագիծը կառավարություն քննարկման փուլում է մնում է համոզենք ֆինանսների նախարարությանը եւ դա ընդունվելու դեպքում մենք զգալիորեն եւ գնային մրցունակության առումով զգալի առաջընթաց կունենանք տարածաշրջանային համագործակցության եւ տարածաշրջանային մրցունակության առումով զգալի առաջընթաց կունենանք կառավարելի ապաշրջապակմանը էապես կնպաստենք մշակութային ժառանգության, պահպանությանը, զարգացմանը, հանրահռչակմանը, մշակութային եւ տեղեկատվական անվտանգությանը էապես կնպաստենք այդ նախագծով։ Խոսքը գնում է ներգնաց զբոսաշրջանային փաթեթների իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառմանը։ Մենք նման առաջարկությամբ ենք հանդես եկել եւ սա, ինչպես նշեցի, ընդունելու դեպքում մենք էապես մեր մրցունակությունը կբարելավենք եւ իմ թվարկած մի շարք խնդիրներին լուծում կտանք։ Ասեմ, որ սրանով պետական բյուջեն էական, այսպես եկամուտների էական նվազում չի ենթադրում, դրա չափը այսպես էական չի լինելու, բայց էֆեկտը բազմապատիկ է լինելու եւ համախառն եկամուտի ստացման առումով եւ պետական բյուջե եկամուտների առումով եւ իհարկե արդեն ինչպես նշեցի իմ թվարկած խնդիրների լուծման առումով Իսկ Հայաստանի բնակչության եւ օտարերկրացիների համար գների մեջ զգալի տարբերություն կա Դե տարբերությունը այնպեսին է որ եթե մեզ մոտ չոր չափով գները բարձրացել են դրամով օտարերկրացիների համար արտարժույթով ավելի բարձր է գները որովհետեւ մեր դրամը արժևորվել է զգալիորեն Չէ, հարցս ավելի շատ վերաբերում էր ծառայություններին։ Ըստ էության այդպես չէ, հատկապես մասնավոր դաշտում որևէ տարբերություն չկա, որևէ տեղ, օրինակ, ոչ ռեստորանում, ոչ հյուրանոցում, ոչ այլ վայրում օտարերկրացիներին ավելի բարձր գներ չեն առաջարկում, քան տեղացիներին։ Որոշ տեղեր մենք ունենք թանգարանների մուտքի տոմսեր եւ այլն, այստեղ ոչ թե օտարերկրացիների համար է բարձր գներ սահմանված, այլ կան դեպքեր, որ տեղացիների համար հատկապես օրինակ երեխաների, հատկապես ուսանող այլն նրանց համար սահմանված են արտոնյալ պայմաններ, ոչ թե հակառակը օտարերկրացիների համար հատուկ բարձր գներ են սահմանված։ Իսկ Հայաստանը որքանով է համարվում անվտանգ տուրիստական ուղղություն։ Շատ լավ հարց եք տալիս, շատ հեղինակավոր պարբերականներով համաշխարհային, ասես հեղինակավոր Հայաստանը միշտ հայտնվում է անվտանգ երկրների այսպես top 10-ում, եթե ոչ երրյակում։ Միայն մի խնդիր կա դեռևս, որ պաշտոնական կայքերում մեզ համար էլ շատ կարևոր շուկա հանդիսացող օրինակ եվրոպական երկրներ, մեզ բարեկամ նաև երկրներ, նույնիսկ Ֆրանսիա եւ այլ եվրոպական երկրներում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ճապոնիա եւ այլն իրենց արտաքին գործերի նախարարությունների ուրեմն պաշտոնական ինտերնետային կայքերում Հայաստանը կարմիր եզրագծերով է ներկայացվում, այն է ոչ այնքան անվտանգ երկիր։ Դա իհարկե տարածաշրջանում իրավիճակով պայմանավորված է։ Այդ ուղղությամբ իհարկե աշխատանքներ տարվում են, թե դիվանագիտական մակարդակով, թե զբոսաշրջության կոմիտեի ուրեմն միջազգային գործընկերության շրջանակներում այդ հարթակներով, մասնավոր մակարդակով Տուրիզմի կոնֆեդերացիան զգալի է սուբությամբ աշխատանքներ է տանում, պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում նաև այնուամենայնիվ դեռևս այդ կարմիր գծերը այդ պաշտոնական կայքերում պահպանվում են ցավոք, բայց դրա, այսպես ասած, այդ խնդրի լուծման միջոցներից մեկը հենց մեկը չէ, այսինքն այսպես շարքը
Այստեղ տարբեր մակարդակներով միջազգային կարգի միջոցառումներ անցկացնելն է եւ դրանք այսպես շատ ակտիվ լուսաբանել եւ դրա մասին տեղեկատվությունը տարածելն է անխնա։ Իսկ նման միջոցառումներ մեզ մոտ լինում են եւ այո տարածվում են եւ սպորտային միջոցառումներ, մշակութային միջոցառումներ, պետական մակարդակով այսպես համաժողովներ այս տարի երկուսը ունենք, չէ, եվրոպական խորհրդի հետ համաժողովը մայիս ամսին եւ նաեւ հոկտեմբերին COP17-ը, բայց մինչ այդ նաեւ շատ այլ միջոցառումներ են տեղի ունեցել եւ ունենում, ինչպես նշեցի, այս մեր հրաշալի փառատոնները եւ բազմահազար զբոսաշրջիկներ գինու բաժակը ձեռքներին անհոգ այսպես երջանիկ շրջում են Հայաստանում եւ ոչ միայն Երևանում, նաեւ մարզերում, փողոցներով եւ սա լուսաբանել է պետք, այո լուսաբանվում է, բայց ավելի ակտիվ, ավելի ագրեսիվ եւ հետեւանքը նաեւ որ այդ միջազգային հեղինակավոր պարբերականներով Հայաստանը անվտանգների շարքում է, բայց դեռ պետականները չեն այդ կարմիր գծերը հեռացնում դեռևս։ Այսքանն էր այսօրվա համար, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հիշեցնեմ մեր հյուրն էր Հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։